Եթե Սերժ Սարգսյանը կես տոկոս կամ 10% անգամ իմանար, որ վերահաս պատերազմում մենք գոնե ինչ-որ մի հաջողություն ենք ունենալու, ինքը 18 թվականին չէր ճողոպրի իշխանությունից։ Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը իմանա ու քաջ իմանա, որովհետև իրենք իմացել են, որ պատերազմը անխուսափելի է, որովհետև իրենց ամեն տեղից ասել են, որ պատերազմը անխուսափելի է, իսկ իրենք կանխելու փոխարեն փախան մի հատ ծուղակել անփորձ նոր իշխանության առաջ դրեցին, վստահ լինելով, որ իրենք էլ են հայ եւ ընկնելու են այդ ծուղակը, անդադար ասելով սրանք եկել են, որ Արցախը տան, սրանք եկել են տալու, դες երիտասարդ իշխանություն ասում են, չէ, մենք չենք տա, ավելի էին բանանում, ավելի էին մտնում այդ ծուղակի մեջ։ Իհարկե ես չեմ արդարացնում դա, ես գիտեմ իմ ասելու են բանա Նիկոլի փաստաբանն է, էսա, ես հայ ժողովրդի փաստաբանն եմ։ Ես եկել եմ այստեղ, որ մեկ անգամ էլ ժողովրդին ասեմ, ժողովուրդ, թույլ չտաք ձեզ խաբեն, թույլ չտաք։ Արցախի հարցը որոշված ա եղել 1922 թվականին, հետո որոշված ա եղել 1991 թվականին, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ որ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Ամբողջ բանակցային գործընթացը եղել է մի հարցի շուրջ, ոնց հանենք աշխարհին խաբենք, որ իբր մենք բանակցում ենք Արցախի ինքնորոշման կարգավիճակի այս կամ այն աշճանի վրա, բայց ձգենք էլի, միջև տենանք ով ինչ է ասում։ Այս է եղել իրականությունը, սիրելի հայ ժողովուրդ, եւ ով կգա այստեղից կասի, որ դա այդպես չի եղել, ինքը առաջին է իր խղճի առաջ պատասխան տա կամ կարող է իրոք թյուրիմացության մեջ է, որովհետև իրոք կան падգամավորներ, իրոք որ հավատում են, որ մենք Հայաստանը կարար դեմ դուրս գա Ռուսաստանին, Իրանին, չգիտեմ Թուրքիային, Ադրբեջանին, Ամերիկային միասին վերցրած, այս ենք մենք եղել։ Ու ցավոք սրտի շարունակում ենք այս մնալ, երբ որ անկեղծ խոսակցության փոխարեն մի փոքր շեղվեմ, այսօր Գառնիկ Դանելյանը շատ ճիշտ որոշ գնահատականներ տվեց այսօրվա իրականության։ Եկեք մտածենք, այս մեր ներքին գրաքննությունը որն է, որ մեկին զորամաս ենք թողում, մեկին չենք թողնում։ Դա էլ է չէ խոսում, կամ ես հիմա էլ ժամանակը լրանում է, մի կոչ եմ անում եւ վարչապետին եւ եկեղեցուն։ Վարչապետին խնդրում եմ առժամանակ, քանի որ իր խոսքը միշտ ընկալվում է որպես պետության, իշխանության խոսք, եկեղեցու